Այսպիսով, տաճարի կառուցումն ավարտվեց։ Սողոմոնը հավաքեց ամբողջ ժողովրդին, տոնելու երախտագիտության օրը։ Նվագում էին ցիմբալները, երգում էր երգչախումբը, փողերի ձայնը լսվում էր ամենուրեք, որքան լավ էր փառաբանել Աստծուն այդ գեղեցիկ տաճարում։ Հանկարծ տաճարը լցվեց Տիրոջ փառքի ամպով։ Այդ ձևով Աստված ժողովրդին հայտնում էր իր ներկայությունը։ Սողոմոնը դիմեց ժողովրդին եւ ասաց. «Երկնքի ու երկրի վրա չկա ուրիշ Աստված, բացի մեր Աստծուց։ Նա միշտ մեզ հետ է եղել։ Նա մեզ երկիր տվեց, որպեսզի ապրենք այստեղ։ Նա անձրև է ուղարկում, որպեսզի առատ բերք լինի։ Նա մեզ ուտելիք է տալիս։ Աստված գտնվում է այս տաճարում, որը մենք կառուցեցինք նրա համար»։ Հետո թագավորը աղոթելով դիմեց Աստծուն. «Շնորհակալ ենք քեզ այն ամենի համար, ինչ դու արեցիր։ Խնդրում եմ, օգնիր հնազանդ լինել քեզ։ Մենք ուզում ենք հետևել քեզ»։